Ես Սաֆարյան Սուսաննան եմ, 8 տարեկան, ապրում եմ մամայիս, պապայիս, աղբերներիս հետ։ Մենք եկել ենք Արցախից։ Հիմա մենք այստեղ ապրում ենք Վարձով։ Պապաս ոտքի խնդիր ունի և չի գնում աշխատանքի։ Մամաս չի աշխատում, որովհետև աղբերներս փոքր են։ Իմ մամայի համար շատ դժվար է, բայց մեզ ցույց չի տալիս, որ իր համար դժվար է։ Ցույց չի տալիս, որ չնեղվենք։ Իմ մաման Արցախ շատ է կարոտում։ Մեր դեղի ունեցածը, որովհետև այս տանը մենք ոչ մի բան չունենք, ոչ մի բանը մերը չի։ Մամա շատ դժվար է ուտելիք առնում, խանութից պարտքով է վերցնում, որ մենք սոված չմնանք։ Մամաս ամեն ինչ անում է, որ մեր դասարանցիներից հետ չմնանք։ Ամեն ինչ առնում է, գիրք, տետր, գրիչ, մատիտ, պայուսակ։ Բայց ես գիտեմ, որ ինքը սաղ պարտքով է անում, բայց անում է, որ մենք մեզ վատ չզգանք։ Ես երեխեքից մեծ եմ ու մամայի շատ եմ օգնում։ Ամաններն եմ լվում, ուճուրներին եմ պահում, ամեն ինչ անում եմ, որ մամա շատ չնեղվի։ Ես որ մեծանամ բժիշկ եմ դառնալու, ուզում եմ բժիշկ դառնամ, որ պապայիս բուժեմ, իմ եղբայրը 7 տարեկան է, ինքը շատ լավ չի խոսում, իրան է բուժեմ։ Ես շատ եմ նեղվում, որ ինքը չի կարողանում խոսալ։ Որ ինքը գնում է դպրոց, ես դասամիջոցներին գնում եմ, տեսնում եմ իրեն, որ հանկարծ իրեն չնեղացնեն։ Ես որ մեծամ շատ փող ունենամ, տալու եմ իմ Սլավիկ աղբորը, որովհետև իրան շատ եմ սիրում, իրեն միշտ ասում եմ գանձ։ Ես Աստված պապիկին միշտ աղոթում եմ։ Աղոթում եմ, որ գնանք Արցախ, խաղաղություն լինի։ Ես աղոթում եմ, որ ամեն ինչ ունենանք, որ էլ Վարձով չապրենք։
Ես հավատում եմ, որ Աստված Պապին մեզ լսում է ամեն ինչ։ Ես երազում եմ, որ ունենամ հեծանիվ, ունենամ տիկնիկ։ Ես հեծանիվ ուզում եմ ինձ լինի, որովհետև Արցախում եմ թողել։ Մամաս չկարողանում մեզ համար կեքսը թխի, պիցցա թխի, հաց թխի։ Շատ կուզենամ, որ մամաս դուխովկա ունենա։ Ես կամ հաղորդումը շատ եմ նայել Արցախում։ Ես ամենաշատը սիրում եմ այդ հաղորդման մեջ, որ երեխեքը հանդիպում են իրար սիրած մարդու։ Հավեր շատ եմ ուրախանում, որ երեխաներ լիքը նվերներ են ստանում։ Ես շատ եմ երազում տեսնել դերասան Կարեն Հովհաննիսյանին։ Ես ուզում եմ տեսնել իրեն, որովհետև ինքը շատ լավ դերասան է։ Ինքը միշտ բարի դերեր է խաղում։ Ես մտածում եմ, որ Կարեն Հովհաննիսյանը իմ մասին իմանա կգա։ Ես որ Կարենին տեսնեմ, կասեմ, որ ես Սաֆարյան Սուսաննան եմ Արցախից։ Արցախից հետո մեր կյանքը ուրախ չի եղել։ Ու ես շատ կուզեմ, որ իմ երազանքը կատարվի, իմ ընտանիքն են կուրախանան։ Անուշ ջան, այս բոլոր նվերները ձեզ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից։ Վառարանը, որ դուք ինքներդ խնդրել էիք, սնունդ տնտեսական ապրանքներ, հագուստ, կոշիկներ երեխաներին եւ նաեւ մեր գեղեցկուհու երազած տիկնիկը։ Շնորհակալություն եմ հայտնում ես Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին, որ այս պահին Արցախցու կողքին էր։ Իմ բալիկիս երազանքը կատարվեց։ Ես կուզենամ, որ բոլոր երազանքները իմ աղջկա կատարվի։ Ես կամ հաղորդաշարին շատ շնորհակալություն եմ հայտնում, որ այսքան մարդկանց կողքին է, խոզմունքս չեմ կարողանում թաքցնել։ Սիրով, Ծառուկյան հիմնադրամը տարիներ շարունակ եղել է անապահով ընտանիքների կողքին եւ վերջին տարիներին նաեւ արցախցիների կողքին։ Բարով վայելեք, առողջ լինեք եւ թող այսօրվանից սկսված ձեր կյանքում միայն ու միայն երջանիկ եւ ուրախ առիթներ լինեն։
Շատ շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին։ Ես արդեն այսուհետև ամեն օր հաց կթխեմ, խմորեղեն կպատրաստեմ, որ մեր երեխեքը ուտեն։ Անուշ ջան, շատ ուրախ ենք, որ կարողացանք մեր օգնությամբ ու աջակցությամբ օգտակար լինել ձեզ։ Իսկ հիմա ձեր թույլտվությամբ խնդրելու ենք Սուսաննային թույլ տակ, որպեսզի մեզ հետ գա Երևան։ Խնդրեմ ձեր հետ ամեն տեղ պատրաստ եմ ուղարկել։ Վստահության ձեռքերում է ինքը։ Հույսով եմ, որ իմ երեխայի երազանքը կկատարվի, կտեսնի Կարեն Հովհաննիսյանին։ Հիմա շատ եմ ուզում, որ դու Սուսաննա ջան, Ռոզա տատիկի ուղարկած սիրուն շորերը հագնես ու միասին գնանք Երևան, հա? Գնա բալես, թող երազանք տաս որ կատարվի, դու տեսնես Կարեն Հովհաննիսյանին։ Հույսով եմ կկատարվի երազանք։ Դու գիտես, որ մենք որտեղ ենք բայց գնում։ Գնում ենք Երևան տեսնենք իմ երազանքը կկատարվի։ Ես շատ եմ ուզում տեսնել Կարեն Հովհաննիսյանին։ Բայց չգիտեմ կտեսնենք թե չէ։ Դու հավատում ես, որ իմ երազանքս կկատարվի, բայց ես չգիտեմ կկատարվի թե չէ։ Շատ հետաքրքիր ու հուզիչ շոր է իրականում։ Ինձ թվում է ես ավելի շատ կհուզվեմ, քան մեր բուջուրը։ Չգիտեմ, զգացողությունները այնքան հետաքրքիր են ու տարբեր լինում, ես ինձ թվում է մանկան ծնունդի նման մի բան է, որովհետև դու ծանոթ չես այդ մարդուն ու հատկապես աշխարհում ամենամաքուր ու ամենաազնիվ զգացումները ապրում են երեխաները ու դու պիտի լինես շատ զգույշ, պիտի լինես շատ ուշադիր, պիտի լինես շատ հավաք, խոսքիդ մեջ հավասարակշիռ, որպեսզի կարողանաս իրան մենակ ու մենակ տաս այն զգացումները, ինչի ակնկալիքը ինքը ունի։ Չգիտեմ, հուզվում եմ, անհամբեր եմ, շատ անհամբեր եմ, ուզում եմ տեսնեմ այն հանդիպումը, այդ վիճակը հանդիպման առաջին այդ զգացողությունները, թե ինչ տեսակ վերաբերմունք կունենա իմ ու իր հանդիպումը, այ դրան կարծում եմ պիտի հեռուստադիտողը մի փոքր ուշադիր լինի, որովհետև կարող է ես ավելի շատ հուզվեմ, քան ինքը։ Ու քանի որ ես կամի հանդիպումները սովորական չեն լինում, այս անգամ հերթական կերպարը պիտի ունենամ, մատուցողի կերպարով պիտի հանդես գամ, հասկանանք, թե Սուսաննան ինչ ռեակցիա կունենա, կտեսնեք, թե ինչ է տեղի ունենում մեր մոտ։ Ոնց որ տեսնում եք, արդեն կերպարանը փոխվել է։ Իրականում զգացում է այս հանդիպման շատ թրթիռ է առաջացնում ներսումս, բայց ամեն դեպքում այս կերպարը տեսնենք ինչքանով կընկալի մեր բուջուրը ու կճանաչի արդյոք ինձ թե չէ։ Ես պիտի լինեմ շատ նեյտրալ, պիտի լինեմ մեծ հաշվով նենց որ չերևամ իր աչքին, բայց պիտի նաև իր ռեակցիաները փորձենք հասկանանք, թե կճանաչի արդյոք իմ ձայնից կամ իմ արտաքին տվյալներից ինքը ինձ կճանաչի, թե չէ, ինչքանով էլ որ ես կերպարանը փոխվել եմ։ Հիմա սպասում եմ իրականում, որ վարկյան առաջ ուզում եմ տեսնենք ինչ կլինի։ Գնանք առաջ։ Մենք իմացել ենք, որ դու մամայի հետ որ գալիս էիր Երևան, ինչ էիր ասում։ Մամ, ուզում եմ գնանք այդ ռեստորան։
Տենց էի ասել։ Հորևս, հիմա բերել են քեզ այս ռեստորան, ու քանի որ դու երկար ճանապարհից ես եկել, սոված ես։ Հա, արևս։ Հիմա քեզ տանում ենք ներս, համով հացիկ ուտես, հետո տեսնենք մեր քահանան երբ է հասնելու Տեր Սմբատը։ Լավ։ Գնացինք։ Տղերք եկեք, գնացինք։ Ուրիշ ինչ-որ բան կուզեք։ Չէ։ Հիմա ուզում եմ դու ինձ պատմես քո մասին մի քիչ, հա? Սրբում ենք արցունքները ու իրար հետ զրուցում ենք։ Մենք Արցախից ենք եղել։ Հա։ Արցախից եկել ենք Հայաստան։ Ես դպրոցում էի, որ գրակոչը լսեցինք, մամաս եկավ ինձ տարավ։ Վախեցել էիր։ Հա։ Բայց հիմա պիտի մոռանանք, չէ՞ դրա մասին արդեն։ Էլ վախենալու բան չկա։ Ես տիկնիկ էի ունեցել, բայց որ եկենք դեղ թողեց տիկնիկս։ Ինչ տիկնիկ էր։ Նույն տիկնիկից։ Հա, այդ տիկնիկից տվել են քեզ արդեն։ Ուրախ ես։ Շատ էիր ուզում ինձ տեսնել։ Գիտես դու շատ սիրուն ես։ Շատ։ Իսկ ինչի ես ինձ ընտրել, ինչի էիր ուզում ինձ տեսնել։ Որտեվ դու շատ լավ դերասան էիր։ Որտեվ ես քեզ էի, թե եմ։ Իմ որ ֆիլմերն ես նայել։ Մոխրոտի հիազներ, ամեն ֆիլմերն են։ Բոլոր ֆիլմերը նայել ես, ապրես։ Ես միշտ մտածել էի, որ դուք խիստ եք, բայց բարի եք։ Դե երբեմն խիստ եմ լինում, բայց ավելի շատ բարի եմ ինձ թվում։ Դու ուզում էիր, որ ինձ տեսնեիր։ Ես քեզ շատ էի ուզել։ Բախաման, ես էլ ինձ որ ասեցին դու ուզում ես ինձ տեսնես, ես ամեն ինչ թողեցի ու եկա որ քեզ տեսնեմ։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հանդիպել ենք։ Շատ։ Ես քեզ շնորհակալ եմ։ Ես եմ քեզ շնորհակալ, որ դու այսքան լավն ես։
Սա առաջի ուրախությունն է։ Արցախում եք նայում իմ ֆիլմերը։ Հա։ Իսկ երբ ես ուզել ինձ տեսնես։ Ես Արցախում էի ուզել քեզ տեսնել։ Հա։ Իսկ ուրիշում կուզեիր տեսնել բացի ինձանից։ Ես իմացել եմ, որ ասել ես։ Հա, ողջունում քեզ։ Տեսար, դու հավատում ես, չէ՞, որ երազանքները կատարվում են։ Այսօրվանից հավատում եմ։ Հա։ Իսկ ուրիշ ինչ երազանքներ ունես։ Երազանք ունեմ, որ հեծանիվ ունենամ։ Հրաշալի։ Հավատում ես, չէ՞, նրան, որ դու կունենաս հեծանիվ։ Ոնց որ մենք խոսեցինք միասին, որ երազանքները կատարվում են, եթե դրանց հավատում ես։ Հարերս։ Այդ երազանքն էլ կկատարվի։ Հիմա մենք միասին հաց կուտենք ու կշարունակենք մեր սիրուն օրը, հա։ Դե արի գնանք ուտենք։ Արի։ Սուս, ես իմացել եմ, որ ամեն անգամ այս ճանապարհով անցնելուց դու մամային հարցրել ես, թե այս ինչ տեղ է, ինչ տուն է։ Մաման քեզ ասել է, չէ՞, որ սա մեր տուն ռեստորանային համալիրն է։ Իսկ այսօր մեր տուն ռեստորանային համալիրը մեզ հրավիրել է այստեղ իրանց մոտ, որպեսզի նաև այս մասով քո երազանքը կատարվի։ Դու ուզում ես, չէ՞, այստեղ լինեիր։ Հիմա մենք միասին այստեղի սարքած համով ուտելիքները կուտենք, հետո կշարունակենք մեր օրը։ Որ ես մամայիս հետ եկել եմ Երևան, ես տեսել էի այս ռեստորանը։ Տես, հավես է, որ դու գիտես այս ռեստորանը ու հիմա արդեն մենք այս ռեստորանի ներսում ենք։ Մեզ շատ հավես դիմավորեցին, մեզ հաց տվեցին, մենք հիմա միասին կուտենք։ Արի գիտես ինչ անենք, որ սենց չնստենք տենց ռեստորանի նման հաց ուտենք, արի միասին տենց շատ տնավարի ջիգերով հաց ուտենք, հա։ Կլինի, չէ։ Ես էլ եմ տենց սիրում ուտեմ, ես չեմ սիրում տենց դանակ պատարակաղով։ Արի բրդուճներ անենք ուտենք միասին։ Այսա ես քեզ վաց սիրում բրդուճ անեմ ու ուտենք։ Տնավարի բրդուճ եմ սարքում, որ ուտենք։ Այս քո համար եմ սարքում։ Այս քեզ, հեսա մի հատ էլ ինձ եմ սարքում, միասին ուտում ենք։ Դե դու կեր մինչև ես սարքեմ հիմա։ Ես սպասում։ Վախ ուտեմ ես քեզ։ Կանեն ու Հենսյան, դուք աղջիկ ունեք։ Բայց ինքը գիտեր, որ ինձ եք տեսնելու այսօր։ Չէ, այսօր ոչ ոք չգիտի, համ էլ ես եմ ուզել անակնկալ անեմ բոլորին, որ ես քեզ պիտի տեսնեմ։ Ուզում եմ բոլորը մեզ եթերով տեսնեն։ Դե արի ուտենք հիմա միասին։ Ինչ ես սիրում ուտելիքներից։ Մի բան եմ էլի սիրում։ Արցախում կար հատուկ ուտելիք, որ օրինակ ստեղ չկա, որ այնտեղ ուտում էիք։ Չէ, այստեղ էլ կա, Արցախում էլ կար։ Ո՞րն է դա։ Չգիտեմ, Ջինգալով հացը։ այնտեղ շատ էին թխել։ Հա, մաման թխում էր, դու սիրում ես։ Դե շարի։ Իսկ դու երգում ես։ Ինչ երգեր ես երգում։ Ամեն ինչ երկեր եմ երգում։ Հիմա կարող մի հատ երգ միասին երգենք։ Քո երգերից, որը որ դու սիրում ես։ Պապալամ, սինի տրակտոր եզիտ նամ։ Այդ փոքրների երգերը։ Դե մեծերի երգերից արի երգենք։ Գամ քո մոտ նստեմ։ Դայ։ Գալսամ քո մոտ նստեմ, միասին ուտենք։ Ես դու ու տիկնիկա։ Այս տիկնիկը ինչ է սիրում ուտի։ Իսկ անուն դրել ես տիկնիկին դու։ Ինչ ես դրել նա անունը։ Անուն Սոնա եմ դրել։ Սոնա։ Ինչի։ Սոնա անունը սիրում ես, դրա համար դրել ես Սոնա։ Մեր դասարանն էլ կա Սոնա։ Հա։ Մամաս որ քեզ տեսնե, այնքան կուրախանա։ Դե արի զանգենք մամային։ Զանգենք։ Մաման երևի ապերներով է զբաղված, հա, չի վերցնում։ Քնացնում է։ Հա։ Փոքրին քնացնում է։ Այ հիմա կվերցնի։ Տեսա՞ր։ Ալո, Մամ, հետ ջան։ Կարեն Մանիսյանի հանդիպում։ Հա, մալադես, երազանքդ կատարվալ է։ Հանան պիտի երազանքս կատարվի։ Պախել է ցիսինու։ Լաս մինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ ձեզ համար։ Ես էլ եմ շատ ուրախ։
Շատ ուրախ եմ, որ եկել եք հանդիպել, աղջկաս երազանքը կատարվեց։ Մեծ սիրով եմ եկել, մեծ սիրով։ Մենք միասին ինքը իրականում շատ է հուզվել, բայց ուզում եմ, որ իր համար այսօրը լինի անմոռանալի, սիրուն, հետաքրքիր ու մի փոքր իր երազանքի ինչ-որ մի մասը կատարված։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Ինքը Արցախից հետո լավ օր չի ունեցել։ Այլևս կունենա։ Շնորհակալ եմ ձեզ եւ ես կամ հաղորդաշարին, Գագիկ Ծառուկյանի, Ռոզա Ծառուկյանի եւ ձեզ, որ եկել եք տեսարցության հրավիրում։ Մերսի շատ, հաջողություն։ Հաջողություն։ Դե հիմա գնում ենք մեր օրը վայելելու։ Պատրաստ ես, չէ՞։ Դե գնացինք։ Հիշում ես, չէ՞, որ երազանքները կատարվում են։ Հիշում ես, չէ՞, դու ինչ էիր ուզում էլ։ Ես ամեն ինչ։ Հեծանիվ էիր ուզում։ Հավատում ես, չէ՞, որ կունենաս։ Էս քո հեծանիվն է։ Տիկնիկին կարես նստացնես դիմացը դու քշես։ Էալանք։ Դու Արցախում էլ էր, չէ՞, թողել քո հեծանիվը։ Հիմա այստեղ ամեն ինչ կունենաս։ Դե նստի քեզ օգնեմ։ Հարմար է։ Դե քշի։ Ես շատ եմ ուրախանում, որ ձեզ տեսնում։ Ես էլ եմ շատ ուրախանում։ Ապրես։ Լեբլեբ ու ես հեծախեմ, աղջիկներում գխավեմ, լեբլեբ ու ես հեծախեմ, աղջիկներում գխավեմ, հեյ բալա, հեյ բալա, հեյ բալա, լեբլեբ ու ես հեծախեմ, աղջիկներում գխավեմ, լեբլեբ ու ես հեծախեմ, աղջիկներում գխավեմ, հեյ բալա, հեյ բալա, Նայ, տես այն դիմացը, պատկերացնում ես ինչը կարա լինի։ Կրկեսը, ցիրկը։ Հիմա մենք գնում ենք ցիրկ։ Այնտեղ դինոզավրներն են, ու այս ամբողջ տարածքում կարուսելներ են։ Հեսա ստոշես բանտը։
Տես մենք հիմա մեր քաղաքի այն հատվածում ենք, որ ամբողջ քաղաքը կարելի ասել երևում է։ Երևանի ամենաբարձր կետերից մեկում ենք։ Սիրունա, չէ՞։ Գիտես չէ, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։ Իսկ գիտես չէ, որ Արցախն էլ Հայաստանի մի մասն է կազմում։ Ու անկախ նրանից այս պահին Արցախը մեր մոտաթեթ չէ, մենք պիտի հույս ունենանք եւ երբեք մեր հույսը չկտրենք նրանից, որ Արցախը անպայման պիտի մի օր էլի մերը լինի։ Դու համաձայն ես չէ՞ նրա հետ, որ երազանքները կատարվում են։ Ու այս նվիրական երազանքը կարծում եմ պիտի լինի քո նման ազնիվ ու մաքուր յուրաքանչյուր հայի ներսում, այդ դեպքում մենք անպայման կունենանք Արցախը նորից։ Ճիշտ է։ Դե երբեք հույսդ չկտրես դրանից։ Կարին ապեր, գիտեք, որ մենք մի օր գնալու ենք Արցախ։ Անպայման, ես հավատում եմ դրան։ Անպայման։ Որ գնանք Արցախ, ես իմ տունս ցույց կտամ։ Հա։ Իսկ ինչ կանենք մենք այնտեղ։ Ինձ ջինգալով հաց կհյուրասիրես, կսարքես քո ձեռքով ինձ համար։ Կսարքեմ։ Իսկ գիտես չէ, որ մեր տունը ամենաքաղցր ու տաք տեղն է այս աշխարհում։ Դու անպայման կլինես քո տանը։ Դարի գնանք։ Գնանք մեր երազանքի հետևից։ Ոնց անցավ օրդ։ Շատ լավ անցավ։ Մեր օրը մոտեցավ իր ավարտին, մենք պիտի իրար հրաժեշտ տանք։ Մեծ սիրով ուզում էի քեզ հանդիպեի։ Ես էլ ձեզ։ Ես շատ ուրախ եմ։ Քո երազանքի մի մասը համարենք կատարված։ Այո, որ ձեզ տեսավ իմ մամաս շատ ուրախացավ։ Եղբայրներս էլ։ Հա։ Ու այդ իմ մաման ամենամեծ նվերն է։ Իրականում ես շատ ուրախ եմ, որ կարողացա իմ ներկայությամբ գոնե մի փոքր քեզ ու քո ընտանիքին ուրախացնեմ։ Ես աղոթելու եմ, որ դուք ինձ չմոռանաք։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Երբեք։ Ես էլ ձեզ։ Ապրես։ Դե ինձ սիրունս, հիմա պետք է արդեն իրար հրաժեշտ տանք։ Ես կամ իմ մեքենան քեզ կուղեկցի տուն, քեզ ապահով կհասցնի տուն, իսկ ես պիտի գնամ քահանայի հետ հանդիպելու, որպեսզի իմ տպավորություններով կիսվեմ նրա հետ։ Ես քեզ շնորհակալ եմ մեր սիրուն օրվա համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Դե արի գրկեմ գնամ։ Ինչ օր էր այսօր, ինչպիսին էր։ Մի քիչ կդժվարանամ բառերին տամ զգացողություններս, որովհետև բավականին հագեցած, բավականին հոգեշատ, սենց բառ կարամ ասեմ, օրեր, որովհետև զգացմունքային, որովհետև մեծագույն պատասխանատվություն ու պարտավորությունը փոքրիկ երեխային իր ցանկության շրջանակներում գոհացնել քո իսկ ներկայությամբ, քո խոսքով, քո վերաբերմունքով, քո էներգիայով, ինչու ոչ։ Ամեն բանով, ինչի կարիք է այս պահին ինքը ունի եւ որպես երազանքը դիտարկում դա, այս ամենի շրջանակներում փորձել եմ ամեն կերպ լինել այն ինչ ես կամ։ Ուրիշ ոչինչ։ Ինչ զգացիք, երբ ես կամից ձեզ զանգահարեցի։ Չեմ ստի ու կասեմ, որ երևի թե ես սպասում էի, որ ինձ կզանգեն։
ինչ որ մի օր։ Ու այդ ինչ որ մի օրը տեղի ունեցավ ու ես ողջավորության չափն էլ չեմ կարող բացատրել, որովհետև էլի եմ ասում մեծագույն պարտավորություն ու պատասխանատվություն է այդ կրելը ու հաճելի պարտավորություն է, այս զգացումներով առաջնորդվեցի ու եկանք հասանք այսօրվան։ Մեզ տրված է հնարավորություն յուրաքանչյուր մարդու իր կյանքի ընթացքում օգտակար լինել դիմացինին, կարիքավորին։ Յուրաքանչյուր պահի, եթե դու գիտես, որ կկարողանաս մարդուն օժանդակել ու օգտակար լինել, կարծում եմ պիտի չխնայել այդ պահը, երբեք ու երբեք։ Սրանով եմ առաջնորդվել։ Այո, դա իրական երջանկություն է։ Այո։ Երբ կարող ես եւ Աստված քեզ օգնում է, որ քո կարողությունները ներդնես մարդուն բարին անելու համար։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է. բարին ձեր պարտականությունն է։ Պիտի ասեք, ինչ որ պարտավոր էի անելու, արեցի։ Դուք խորհուրդներ տվեցիք իրեն։ Ամենակարևոր խորհուրդը ո՞րն էր։ Լինել ազնիվ, ամենակարևորը։ Ու ես ոչ միայն իրեն ուղղված, ես կարծում եմ բոլորին պիտի ուղղված լինի։ Յուրաքանչյուր մարդ, եթե ինչ որ մի օր մտածի իր ազնվության դրսևորման մասին, կտեսնի ինչքան հեշտ ու հանգիստ է ապրելը, ինչքան թեթև է ինքն իրեն զգում։ Չէ՞ որ մենք ամեն օր մեր գլուխը բարձին դնելուց մտածում ենք մենք արդյոք ճիշտ ենք վարվել, մենք ինքներս մեզ հետ դեռևս չեմ ասում ուրիշին։ Ու հույս ու հավատ ներշնչելն էր կարելի ասել նաև խորհրդի սահմաններում, որ երբեք ու երբեք հույսը չկորցնի, որովհետև մենք յուրաքանչյուրս եթե մեր հույսն ինչ որ բանից կտրեցինք, երբեք չենք ունենա այն ինչ ուզում ենք։ Հավատ առ Աստված, հավատ մեր մերձավորին, հավատ մեր ընկերոջը, բոլոր ամեն ինչին։ Աստված ասում է. Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Եվ եթե չդառնաք այս մանուկների պես, Աստծո արքայությունը չեք մտնի։ Այո։ Առավել ևս մեզ օրհնում է ասելով, եթե որևէ մանուկի իմ անունով մի բաժակ ջուր էլ տաս, Աստծո արքայության կարժանանաս։ Ինչ եք տանում այսօր ես կամից։ Վերագտած ինձ։ Երևի։ Կարծեմ թե մեր լավագույն ուսուցիչները փոքրիկներն են։ Այո։ Ազնիվ են։ Շնորհակալություն ձեզ։ Եվ հազար փառք Աստծո, որ այսօր մեզ ես կամի հրաշքին արժանացրեց։ Ես եմ շնորհակալ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Անկանիմ քարաչիքո Սուրբ Աստվածածին եւ աղաչեմ քսանարատս կույսդ։ Բարեխոսիավաստ անձանց մերոց եւ աղաչիազ միածին քո որդիդ, փրկերս մեզի փորձութենե եւ համենայն վտանգից մերոց։ Եվ օրհնել կարեն ծառայս քո եւ արժանավորել հասանիլ հարկայություն միասնի քո, որում ընթոր եւ օգուտ սրբը վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիտենից, ամեն։